ընկալումները, այսպես եթե վակուում նայենք, այսինքն այնպեսին ինչպեսին կան, երբ որ մենք ասելով, այսինքն պետության ձայնը լսելի չի լինում, շատ ավելի մակերեսային են եւ համապատասխանում են այն տեղեկություններին կամ այն մեկնաբանություններին, որոնք մեծ ծավալով արտանետվում են Սփյուռք, այսպես ասեմ, դե այլ կերպ չեմ կարողանում բնութագրել, այսինքն Ասեք մարդիկ, քանի որ ապրում են Սփյուռքում եւ չունեն պետությունը որպես խարիսխ հայության, հաճախ օրինակ հայ-առաքելական եկեղեցին են դիտարկում որպես պետականության խարիսխը, դա հասկանալի է, դա բնական է։ Եվ այդ զգացմունքային ֆոնը իրենց հաճախ չի թույլատրում, որպեսզի կարողանան ավելի ներքին վերլուծության ենթարկեն, ասեն, բայց լավ, սա ճիշտ է, թե սխալ է։ Եվ սա հաշվի առնելով բնական է մենք շատ համբերատար ձևով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ, գիտեք ինչն է հետաքրքիր, որ նույնիսկ մարդիկ, որոնք ասում են, որ սա հարձակում է, ասենք, եկեղեցու վրա, որ իհարկե շատ այսպես թերի եւ ինձ համար անհասկանալի վերլուծություն է իրավիճակի, նույնիսկ այդ մարդկանց երբ որ մի փոքր հարցուփորձ է անում, ասում ես, բայց լավ, այս ամենը, որի մասին բոլորը գիտեն, այս բոլոր տեղեկությունները դուք ձեր կարծիքը դրական է այդ վերնախավի մի քանի անձանց մասին եւ բնականաբար բոլորը ասում են ոչ, շատ բացասական է, մենք շատ այս ամենին դեմ ենք։ Բայց այդտեղ իրենք չեն կարողանում տարանջատել հայ-առաքելական եկեղեցին, որը մենք ենք հավատավոր հայ մարդիկ, որոնք պատկանում են հայ-առաքելական եկեղեցու, ես չեմ ուզում արհամարել մեր նաև կաթողիկ եւ ավետարանական քույրերին եւ եղբայրներին, դա մենք ենք։ Եվ չեն կարողանում մեր եկեղեցին տարանջատել ինչ որ անհատներից, որոնք անցողիկ են։ Կգնան, եթե իրենց խելոք չպային, այսինքն ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ այդ մարդկանց իրենց տեղը դնի։ Այդ բանը մենք Հայաստանում կարողանում ենք անել, որտեղ իմ կարծիքով մեր ընկալումները տարանջատման շատ ավելի հստակ են եւ մեր կարողությունը տարանջատել մեկը մյուսից շատ ավելի ուժեղ է, քան մեր Սփյուռքի հայրենակիցներինը, կրկնում եմ, դրա օբյեկտիվ պատճառը կա, պատճառը նա է, որ պետականության բացակայության պայմաններում նրանք միշտ նույնականացրել են հայությունը կամ հայապահպանությունը նաև եկեղեցու հետ եւ միշտ խառնել են հայ-առաքելական եկեղեցին եւ վերնախավը։ Խնդրեմ դուք հարցնեք Անի Աբաղյան, ABC Media, Պարսինյանյան ասացիք, որ փորձում եք այստեղ տեղի ունեցողը ներկայացնել Սփյուռքի մեր հայրենակիցներին, հատկապես եկեղեցու շուրջ կատարվողը եւ ասացիք, որ կան ուժեր, որոնք խեղաթյուրում են տեղեկությունները, որ ուժերի մասին է խոսքը։ Առաջին հարցը սա է, ուզում եք այսպես հարցերի պատասխան։ Խնդրեմ, սիրով ես կարող եմ պատասխանել։ Այո, ուժերը բոլորիս հայտնի են, ասենք, տեսեք, մենք ունենք կոնկրետ ուժեր, որոնք Հայաստանում էլ առաջին խնդիր չկա, ես չեմ խուսափում այդ ամենից, հենց Հայաստանում էլ նույն դիրքորոշումն ունեն եւ ցավոք այդ ուժերից մի քանիսը Սփյուռքում շատ ավելի արտահայտված ներկայություն ունեն, քան Հայաստանում։ Օրինակ ասենք, ավանդական կուսակցություններից մեկը հայեղափոխական դաշնակցությունն է, որը սկզբունքայինորեն բռնել է հակապետական եւ հակահայաստանյան դիրքորոշում եւ ամեն ինչ անում է իր հնարավորությունների սահմանում, որոնք շատ սահմանափակ են բարեբախտաբար, որպիսի իրականությունը խեղաթյուրված ձևով ներկայացվի։ Կա օրինակ հենց նույն հայ-առաքելական եկեղեցու վերնախավը, որը դեռ 2022 թվականից գոնե մեր շփումների թիվն եմ, սկիզբն եմ ասում, 2022 թվականից բռնել է շատ հակապետական այսպես դիրքորոշում եւ դա շատ միտումնավոր եւ դիտավորյալ ձևով տարհանում է, ասում ենք, շուտ էքսպորտ է անում դեպի Սփյուռք։ Իհարկե կրկնում եմ բարեբախտաբար մենք Սփյուռքում էլ ինչպես նաև Հայաստանում ունենք բազում սրբազաններ եւ հոգեվոր ծառայողներ, որոնք չեն տրվում դրան եւ կանգնած են ազգի եւ պետության կողքին։ Կան նաև այլ խմբավորումներ, կան նաև այլ ոչ հայաստանյան, ոչ հայ ազդեցության այսպես կենտրոններ, որոնց ազդեցությունը զգացվում է Սփյուռքում։ Դրա անունը չեմ տալու, բայց բոլորդ գիտեք որն է այդ երկիրը, որը ասենք ակտիվորեն Հայաստանի սահմաններից դուրս եւ Հայաստանի սահմանների ներսում փորձում է ազդել։
Չէ, էպե չի, դե հստակ է, էլի բոլորս գիտենք, որ երկիրն է, չի բացահայտ նա սովետական անեկդոտ չէ, լավ չեմ պատմի հենց։ Այդ սովետի հետ կապված երկիր է մի հատ։